Եվ այսպես 4 դաշինք Նիկոլ Փաշինյանի եւ քաղաքացիական պայմանագիր կուսակցության դեմ հարգելի հեռուստադիտողներ, այն ինչ այսօր կատարվեց եւ այն բոլոր զարգացումները, որոնք վերջին շրջանում ակնհայտ են ներքաղաքական դաշտում, խոսում են հետեւյալի մասին, որ գնահատականը, որը ամիսներ առաջ տվել էր Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, համապատասխանում է իրականությանը եւ իրադարձությունները հենց այս տրամաբանությամբ էլ զարգանում են։ Ինչի մասին է խոսքը, Հայաստանի քաղաքական դաշտում անդիմադիր, լավ, այսպես ասենք, այլընտրանքային քաղաքական դաշտում ձևավորվում են բևեռներ, որոնք առնվազն այս պայմանությամբ կարող ենք ասել, կարող են հավակնել միասնական կերպով հասնել նրան, որ Հայաստանում տեղի ունենան քաղաքական փոփոխություններ, եկեք առանձին բոլոր բևեռների մասին մի փոքր խոսենք։ Այսօր տեղի ունեցավ ուժեղ Հայաստան կուսակցության, չասենք հիմնադիր համագումարը, բայց համագումար, որի շրջանակներում որոշում կայացեց, որ ուժեղ Հայաստան կուսակցության վարչապետի թեկնածուն լինելու է Սամվել Կարապետյանը, մարդ, ով եկեղեցուն պաշտպանելու համար արդեն մի քանի ամիս է տարբեր զրկանքների միջոցով է անցնում, որովհետև իշխանությունների համար այս մոտեցումը, որ հնարավոր է եկեղեցուն պաշտպանել, անընդունելի է։ Իհարկե, իրենք նաև ունեին խնդիրներ կապված նաև, որ հասկանում են, որ եթե Սամվել Կարապետյանը ներգրավի քաղաքական գործընթացներում, նա իր հետ բերելու է կոմպետենցիաներ, բերելու է ռեսուրսներ, բերելու է միջազգային կապեր, բայց իրենք բանտարկելով Սամվել Կարապետյանին արագացրեցին այս գործընթացը եւ հիմա մենք ունենք Հայաստանի քաղաքական դաշտում ստեղծված նոր քաղաքական ուժ, որը ակնհայտ է, որ գալիք խորհրդարանական ընտրությունների ժամանակ բավականին ծանրակշիռ արդյունք է ձևավորելու, որը կարող է նպաստել նրան, որ Հայաստանում անցանցում քաղաքական փոփոխություններ տեղի ունենան։ Երկրորդը քաղաքական հայտի առումով, որը առնվազն հասարակական ակտիվությամբ, որը լրատվամիջոցներում ակտիվությամբ նկատվում է, վերաբերվում է Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանին։ Արման Թաթոյանը չգիտենք կանի սա թե չի անի, բայց գլոբալ առումով իր ֆունկցիան որը պետք է լինի, նա պետք է հետ բերի գողացած ձայները։ Ինչի մասին է խոսքը։ Տեսեք, Հայաստանի Հանրապետության իշխանությունները կարողացել են քաղաքական դաշտում ձևավորել իրենց, այսպես ձևակերպենք, դուստր ձեռնարկությունների տարբեր կուսակցություններ են իրենք կարողացել ձևավորել, դուստր կուսակցություններ, դուստր կազմակերպություններ, ինչպես ուզում եք ասել, որոնց առաջնորդներն են օրինակ Արամ Սարգսյանը, Արման Բաբաջանյանը եւ այլ նմանատիպ մարդիկ, ինչ են իրենք քարոզում, իրենք ասում են, որ իրենք իբրտ արևմտյան արժեքների կրող են, իրենք Հայաստանի Հանրապետությունը տեսնում են որպես արևմտյան աշխարհի մի մաս, բայց արդյունքում ինչ է ստացվում։ Ձայները, որոնք իրենք ստանում են կամ կցվում են քաղաքացիական պայմանագիր կուսակցության ձայներին, ինչպես մենք տեսանք 2023 թվականին Երևանի ավագանու ընտրություններից հետո տեղի ունեցավ, երբ Արամ Զավենի Սարգսյանի կուսակցությունը միացավ Նիկոլ Փաշինյանին, կամ էլ իրենք շատ ցածր տոկոս հավաքելով փոշիացնում են ձայները, ինչը եւս նպաստում է իշխանությունների հաղթանակին։ Այստեղ Արման Թաթոյանը կարող է իր շուրջ հավաքել այն քաղաքացիների ձայները, որոնք իսկապես տրամադրված են արևմուտքի հետ հարաբերությունների զարգացմանը։ Կկարողանա նա հասնել սրան թե ոչ, մենք չենք կարող ասել, բայց ակնհայտ է, որ այս տեսակ առաքելություն սպասվելիք խորհրդարանական ընտրությունների ժամանակ ինչ որ քաղաքական ուժ պետք է իրականացնի։ Երրորդ բևեռը, որը առնվազն տեղեկատվական դաշտում կրկին ասենք ակտիվություն է ցուցաբերում, դա վերաբերվում է Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախկին падգամավոր, Բարգավաճ Հայաստան կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին, որը ըստ լրատվամիջոցներում տեղ գտած հրապարակումների եւս մտադիր է ընտրություններին մասնակցել։ Մենք տեսնում ենք, որ տարբեր տիպի ակտիվություններ կան, սկսած Հիսուսի արձանի կառուցումից վերջացրած քաղաքական հայտարարություններով, քաղաքական թիմ հավաքելով, ակնհայտ է, որ օրակարգում լինելու են սոցիալական հարցեր, ակնհայտ է նաեւ, որ այն նախկին սոցիալական կապիտալը, որը ձևավորվել էր, որտեղ երկար տարիներ Ծառուկյանը օգնում էր գյուղատնտեսներին, այս ամեն ինչը փորձելու են օգտագործել ընտրությունների ժամանակ, կստացվի թե չի ստացվի, եւս կան տեղեկություններ այն մասին, որ հնարավոր է դաշինքին իր շուրջ ձևավորվող միանան այնպիսի ուժեր, որոնք վերջին տարիներին մասնակցել են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին եւ կարողացել են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ համապետական օրակարգ առաջ տանել։
կստացվի թե ոչ այս դաշինքի մոտ ցույց կտա ապագան, բայց կրկին ասենք, մենք այս պայդրությամբ պարզապես արձանագրում ենք իրողությունները ելնելով 2025 թվականի փետրվարի 12-ին արկա 13-ին 12-ին արկա իրողություններից եւ վերջինը, բայց ոչ կարեւորությամբ Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի շուրջ ձևավորվող քաղաքական ուժն է, քաղաքական դաշինքը, ի վերջո մենք նաև չմոռանանք հետեւյալը, որ վերջին տարիներին հենց Ռոբերտ Քոչարյանի կողմից ղեկավարված ուժն էր, որ առաջամարտիկն էր քաղաքական պայքարի թե ազգային ժողովում, թե ազգային ժողովից դուրս եւ ակնհայտ է, որ առաջամարտիկը քաղաքական պայքարի եւս ծանրակշիռ դեր ունենալու է սպասվելիք խորհրդանական քարոզարշավի ընթացքում եւ ծանրակշիռ քվեները ստանալու կավելանան դաշինքներ նկարագրված դաշինքներին թե ոչ, կավելանան քաղաքական ուժեր նշված քաղաքական դաշինքներին թե ոչ, ցույց կտա մոտ ապագան, բայց մենք նաև պետք է նշենք հետևյալը, որ ի տարբերություն 21 թվականի ստեղծվել է այնպիսի մի իրավիճակ, որ նախ իշխանությունները իրենք չեն կարող արդեն բոլորին ասել, օրինակ դուք ռևանշիստական ուժեր եք կամ պոպուլիստական ուժեր եք, դուք այլընտրանքային ծրագրեր չեք ներկայացնում, որովհետև մենք տեսնում ենք, որ սոցիալականից տնտեսական միջև անվտանգային տարածաշրջանային այլընտրանքներ առաջարկվում են, կկարողանան այս դաշինքները այնպես հարթ անցնել նախընտրական փուլը, որ գոնե չխանգարեն միմյանց, ցույց կտա մոտ ապագան, բայց իրականությունը կայանում է նրանում, որ ստարտային պայմանները այնպիսին են, որ վերջն արդյունքում Հայաստանը իրոք կարող է ստանալ քաղաքական փոփոխություններ, այն էլ անցնցում քաղաքական փոփոխություններ, մտածեք այդ մասին։